Հարգելիներս, ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ տաղավարից և առաջարկում եմ միասին այստեղ պատրաստենք իշխան ձկան խորոված։ Որպեսզի ձեզ մոտ էլ ձուկը ստացվի այսպես հիանալի կարմրած, լավ եփված, մնացեք ինձ հետ և պատրաստենք միասին։ Նախքան բաղադրատոմսին անցնելը խնդրում եմ բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին, սեղմեք զանգակ կոճակը և չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Իշխան ձկան խորոված պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Ես վերցրել եմ 1,5 կգ քաշով 2 այսպիսի հսկա իշխան։ Նախապես հեռացրել եմ ձկան թեփուկները, փորոտիքը և լավ լվացել եմ հոսող ջրի տակ։ Համեղ խորոված պատրաստելու համար վերցրեք կարմիր իշխան, քանի որ կարմիր իշխան ձկան միսը ավելի նուրբ է և խորովածը ստացվում է ավելի համեղ։ Որպեսզի խորովածը համեղ ստացվի, վերցրեք թարմ իշխան։ Այս ձկները ջրից հանվել են մոտ 1 ժամ առաջ, պատկերացրեք, թե որքան թարմ են։ Հեռացնում ենք ձկների լողակները և պոչի հատվածները։ Այդ գործողությունը կատարելը պարտադիր չէ, սակայն եթե հեռացնեք լողակները և պոչի հատվածները, կստանաք իդեալական գեղեցիկ կտորներ։ Ձկները արդեն պատրաստ են, մնում է բաժանենք գեղեցիկ կտորների և համեմենք։ Քանի որ մենք այսօր ձկան խորոված պատրաստելու ենք ձուկ խորովելու համար նախատեսված ցանցի մեջ, ապա կտորները պետք է բաժանենք մոտ 3 սմ հաստությամբ։ Ես գլխի հատվածները և պոչի հատվածները նույնպես խորովելու եմ, եթե չեք ցանկանում, ապա այս կտորներով կարող եք պատրաստել շատ համեղ ձկան ապուր։ Ձկները բաժանում ենք 3 սմ հաստությամբ այսպիսի գեղեցիկ կտորների։ Տեսեք, թե որքան թարմ կարմիր միս է։ Աշխատում ենք բոլոր կտորները համաչափ կտրենք, որպեսզի ձկան ցանցի մեջ հնարավոր լինի դրանք գեղեցիկ տեղավորել։ Քանի որ ձկները ինձ մոտ բավականին խոշոր են, ես ձկները բաժանել եմ այսպիսի 7 կտորների։ Ձկները մարանցնելուց հետո պետք է արդեն համեմենք։ Քանի որ կարմիր իշխանը ինքն իրենով բավականին համեղ ձուկ է, ձուկը համեմելիս շատ համեմունքներ պետք չէ օգտագործել։ Ձուկը համեմելու համար մեզ անհրաժեշտ է աղ, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, կիտրոն և մի քանի ճաշի գդալ ձեթ։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել 1-2 թեյի գդալ չորացրած թարխուն, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Ձկան կտորների վրա աղ, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ ավելացնելուց հետո կտորները շրջում ենք և կրկնում ենք գործողությունը։ Այնուհետև ավելացնում ենք 1 կիտրոնի հյութ, 3 ճաշի գդալ ձեթ, որպեսզի կտորները խորովելու ընթացքում գեղեցիկ կարմրեն և մի լավ խառնում ենք։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կա նաև խոզի և հավի խորոված պատրաստելու բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Բոլոր համեմունքները ավելացնելուց հետո կտորները ձեռքերով մի լավ տրորում ենք, որպեսզի համեմունքները լավ տարածվեն։ Ձուկը համեմելուց հետո անհրաժեշտություն չկա երկար թողնել, որպեսզի լավ մարինացվի, կարելի է անմիջապես վառել կրակը։ Մինչ կրակը պատրաստ կլինի, այդ կես ժամը լրիվ բավական է, որպեսզի բոլոր համեմունքները լավ ներծծվեն մսի մեջ։ Քանի որ ձկները բավականին թարմ էին, իդեալական խորովածը արդեն իսկ ապահովված է։ Ձկան կտորները գեղեցիկ շարում ենք ձուկ խորովելու համար նախատեսված ցանցի վրա։ Ձկան հետ միասին ցանցի մեջ կարող եք խորովել նաև կարտոֆիլ։
Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կա նաև իշխան ձուկը սպիտակ գինով պատրաստելու շատ համեղ բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը նույնպես կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ձուկը արդեն գեղեցիկ շարված է, իսկ կրակը արդեն պատրաստ է, մնում է խորովենք ձուկը։ Որպեսզի ձուկը համաչափ խորովի, պետք է այն հաճախակի շրջել։ Երեք 4 րոպեն մեկ շրջելով ձուկը խորովում ենք մոտ 30 րոպե, մինչև պատրաստ լինի։ Չեք պատկերացնի, թե շրջակայքում ինչ անուշ բույր է տարածվել։ Կարմիր իշխան ձկան շատ համեղ խորովածը արդեն պատրաստ է, մատուցում ենք կիտրոնով և վայելում ենք։ Չեք պատկերացնի ինչ համեղ հյութալի ձկան խորոված է ստացվել, և ձկանն ու փամը պահպանվել է, ինչն էլ մենք ցանկանում էինք ստանալ վերջնական արդյունքում։ Այս խորովածը պատրաստելու ժամանակ անհրաժեշտություն չկա ավելացնել առատ համեմունքներ։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։